Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Գործընթացը ինքնաշխատ եղանակով կիրականացվի, ներդրվում է նոր ընթացակարգ։ Այս օրենսդրական փոփոխությամբ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման վճարման գործընթացը այսուհետ իրականացվելու է միասնական սոցիալական ծառայության կողմից։ Գործող կարգավորումներով ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անցնել մի շարք ընթացակարգերով, ինքնուրույն հավաքելով պահանջվող փաստաթղթերը։ Վարչարությունը բավականին բարդ է, ընդ որում պետք է նաև նկատի ունենալ, որ պետական բյուջեի վճարման ենթակա գումարը հաշվարկում է ոչ թե պետությունը, այլ գործատու։ Անաշխատունակության թերթիկներ չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում, օրինակ օտարերկրապետության լիազոր մարմնին ներկայացնելու համար։ Դա արվելու է տեղեկատվական շտեմարանների կիրառմամբ, բավականին հեշտացվել է ընթացակարգերը, ընդ որում պետք է նկատի ունենանք, որ ինչպես ընթացակարգային փոփոխություններ են ներդրվել, այդպես էլ օրենքի կարգավորումները բովանդակային առումով որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Նպաստի նշանակման գործընթացը կսկսվի էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված տեղեկության հիման վրա։ Բժշկական կազմակերպությունը էլեկտրոնային Արմեդ համակարգի միջոցով անաշխատունակության թերթիկ է բացելու, փոխանցելու է տվյալները միասնական սոցիալական ծառայություն մեկ աշխատանքային օրվա ընթացքում, նույն օրվա ընթացքում միասնական սոցիալական ծառայությունը հարկային մարմնի միջոցով իրազեկելու է գործատուին, որ հարգելի գործատու, քո վարձու աշխատողը գտնվում է անաշխատունակության մեջ, այսօրվանից հաշված չի ներկայանալու աշխատանքի, ժամանակավոր անաշխատունակության ավարտի մասին լրացուցիչ կտեղեկացվի եւ ավարտի մասին նույնպես հետագայում լրացուցիչ տեղեկացնում է գործատուին։ Պետական նպաստը նշանակվում եւ վճարվում է գործատուի կատարած հաշվարկներով, որը բավականին ռիսկային են, գծում է ոլորտի ներկայացուցիչը։ Բազմաթիվ քաղաքացիների դժգոհություններ են եղել, որ գործատուները մեր ժամանակավոր անաշխատունակության հիվանդության նպաստները քիչ են հաշվարկել, պակաս են հաշվարկել, ինչ որ մի ամսվա եկամուտ չեն հաշվարկել կամ գործատուները իրենց վճարման այդ առաջին 5 օրերի համար չեն վճարել։ Գործող օրենսդրությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստները հաշվարկվում են աշխատանքային օրերի, իսկ մայրության նպաստը օրացուցային օրերի հաշվառմամբ։ Նոր փոփոխություններով բոլոր նպաստները կհաշվարկվեն օրացուցային օրերով, առաջին 7 օրացուցային օրվա համար գործատուի միջոցներից, իսկ մնացած ժամանակահատվածը պետական բյուջեի միջոցներից։ Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերից։ Վրիր Մկրտչյան, Արման Թովմասյան, լուրեր։